Դուք նրանց ուտելու բան տվեք։ Դուք նրանց ուտելու բան տվեք։ Այս խոսքերը Հիսուսի խոսքերն են, ուղղված իր առաքյալներին, որ հավաքվել էին մոտ 5000 հոգի, նույնիսկ ավելի, որովհետև հացի բազմացման այս հրաշքի հրաշապատման մեջ խոսվում է 5000-ի կերակրումը։ Հիսուս կերակրեց 5000-ին։ Բայց 5000 չէին, որտեղ երբեմն Սուրբ Գիրքը հատկապես նշում է տղամարդկանց քանակը եւ չի նշում կանանց եւ երեխաներին։ Եվ այստեղ, եթե ավելացնենք, հազարավորների կերակրեց Հիսուս մի հրաշքի ժամանակ։ Ուրեմն Աստծո արքայությունն էր քարոզվում մարդկանց, բժշկություններ էր կատարվում կաղերին, հիվանդներին, եւ բոլոր կարիքավորները Աստծուց ստանում էին օգնություն, օրհնություն եւ սատարում։ Եվ ահա Հիսուս ուր քայլում էր իր առաքյալների հետ, նրանց հետևում էին բազմահազարանոց մարդիկ։ Եվ մի անապատային վիճակում, օազիսային վիճակում նույնիսկ, որտեղ խոտ կար այնտեղ, որտեղ մոտեցան առաքյալները Հիսուսին ասեցին, շատ կարևոր մի բան, այս ֆիքսենք։ Ժողովրդին թող գնան մյուս գյուղերը իրենց համար հաց ճարեն, ուտեն, գտնեն, որովհետև օրը մտնում է։ Սա առաքյալները ասեցին Հիսուսին, նորից կրկնեմ շատ կարևոր մի բան, հետո անդրադառնալու ենք սրան։ Ժողովրդին արձակիր Տեր, թող գնան իրենց համար հաց որոնելու։ Հիսուսը ասաց, դուք եք տալու իրենց հացը։ Եվ այս վիճակում, այս պատկերի մեջ ժողովուրդը նստում է խոտի վրա, եւ նույնիսկ երկրորդ արտահայտությունը առաքյալներից մեկը ասում է, որ մեր ունեցածը ընդամենը 2 ձուկ, 5 հաց է, հազարավորներին ինչպես կերակրենք, ով Տեր։ Եվ երկրորդ արտահայտությունը Հիսուս ասում է, դուք նրանց կերակրեք։ Եվ բերում են այս 5 նկանակը, հացը, 2 խորոված ձուկը, եւ Հիսուսը օրհնում է, երկինք է նայում, եւ առաքյալները առաքում են, բաժանում են մարդկանց հազարավորների կերակրում են եւ բոլորը կշտանում են եւ նույնիսկ մի քանի զամբյուղները ավելանում են եւ իրենց հետ վերցնում են։ Սիրելի հավատացյալներ, մենք երբեմն Սուրբ Գիրքը կարդում ենք մակերեսային ձևով, խորամուխ չլինելով Աստծո մեծ խորհուրդներին, որ այս օղատակերում են։ Հիմա Հիսուսին մոտենում են, ասում են, թույլ տուր, որ այս հազարավոր ժողովուրդը գնան իրենց համար հաց գտնեն ուտելու, որտեղ ուշ է արդեն, ինչ պիտի անենք։ Հիսուսը ասում է, դուք նրանց կերակրեք։ Այսօր Հիսուսը քեզ ասում է, դու պիտի սա անես։ Դու պիտի ձեռք մեկնես այն մարդուն, դու պիտի կանգնես կարիքավորի կողքին։ Հիսուսը այսօր ասում է, դու պիտի անես սա, բայց մենք ինչ ենք ասում Տիրոջը, մինչև դա կամ դրանից հետո։ Չէ, ես չեմ անի, ես չեմ կարող, իմ հնարավորությունները չի ներում, չի ստացվի, ես թույլ եմ, դրամ չկա մոտս եւ այլն։ Հիսուսը ասում է, քո հնարավորությունները շատ ավելին են, քան քո մտքում, քո սրտում, քո հոգում կա։ Քո հնարավորությունները շատ ավելին են, ոնց որ դու ներկայացնում ես, շատ ավելին են։ Ոչ թե ստեղ դրամի մասին է խոսքը, այլ մարդկային այն ներուժի, որ ինքը տալիս է Աստված։ Հիսուսը ասում է, որ Սուրբ Գրքի մեջ գրված է, որ առանց ինձ, Աստված է ասում, առանց ինձ ոչ մի բան չեք կարող անել։ Հիմա առաքյալները թևաթափ եկան Հիսուսի մոտ, ինչ պիտի անենք, այս ժողովուրդը սոված են, մտնում է եւ այլն, սրանց թույլ տուր, որ գնան եւ մենք էլ հայտնվում ենք ինչ որ մի խնդրի առջև, թևաթափ ենք լինում, հանձնվում ենք, ձեռքերը վերև ենք տանում, ոյ։ Ինչ։ Աստված քո միջոցով գործում է։ Այն ինչ որ քեզ չի սպանում, քեզ ուժեղացնում է։
Այն ինչ որ դու կարծում ես որ չես, բայց Տիրոջով դու ես, որովհետև Աստված ունես։ Աստված քո մեջ է, դու էլ Աստծո հետ ես։ Աստված հող ներարկված է քո մեջ, դու էլ Աստծո հետ, դու ամեն ինչ կարող ես։ Հիշում եք, մինչև մեղք գործելը մարդը ինչ կարիքներ ուներ, ոչ մի կարիք չուներ։ Մինչև մեղքը Աստված հոգում է ամեն ինչ մարդու։ Մարդը կարիք չուներ ժողովուրդ, մինչև այն ժամանակ, երբ որ շնորհից հեռացավ, կտրվեց Աստծուց եւ ունեցավ կարիք, եւ հիվանդություն ունեցավ, եւ ունեցավ սով, եւ ունեցավ քաղց, եւ հրյա ժողովրդի 40 տարվա դեգերում անապատում միշտ տնջում էր ժողովուրդ, ասում էր, որ մեզ այդ Եգիպտոսից ինչու Մովսես կտրեցիր այս անապատով 40 տարի գալիս ենք, սոված ենք, ջուր չկա եւ այլն։ Եվ Աստված դրանց մանանա տվեց, կերակրեց, միշտ էր կերակրում Աստված։ Եվ ասեցին, ժողովուրդը ասեց, հոգնել ենք այս մանանը, ինչքան կարելի է մանանա ուտել, հոգնել ենք, Աստված միս տվեց։ Եվ ասեցին, ծարավ ենք, Աստված ջուր տվեց։ Եղիային Աստված ինչով կերակրեց, թռչունների միջոցով բերեց հասցրեց իր սնունդը, որովհետև Եղիան կամ բոլոր սուրբերը չունեին կարիք։ Պատկերացնում եք սուրբերը ծերպերի մեջ, ժայռերի մեջ ճգնողական վիճակում ոչ մի բանի կարիք չունեն, ինչու, որովհետև ունեն Աստված։ Եթե դու ունես Աստված, հավատացնում եմ ոչ մի բանի չես թուլանալու, չես ընկրկելու, հետ չես գնալու ես մինչև առաջ ու հաղթելու ես, որովհետև Աստված ունես։ Հիմա առաքյալները այս ամեն ինչ Հիսուսն ունենալով իրենց մեջ երբեմն տկարանում էին, որովհետև մարդ էին։ Մենք էլ միշտ կարիքի մեջ ենք։ Հիմա հիշում եք մեծ դասականի Ավետիք Իսահակյանի խոսքը միշտ ենք ասել այս մասին։ Կլինի հոգու սով, դուք կնստեք ճոխ սեղանների առջև, բայց այդ ճոխ սեղանների առջև լինելու եք սոված։ Ամենաճոխ սեղանները, ամենաառատությունը աշխարհում այսօր է։ Բայց մարդիկ շատ ավելի քաղցած են, քան մի դար առաջ, քան դրանից առաջ, կամ 100 տարի առաջ։ Ինչու՞, որովհետև իրենց մեջ չկա Աստված, Աստծո շնորհը։ Հիմա դու կանգնում ես մի իրողության առջև, թվում է թե անիրականանալի է սա, դու չես կարող սա անել։ Բայց Հիսուս ասում է, դու կարող ես, ես քո հետ եմ, չմտածես, հիվանդ ես, ուժելու եմ քեզ, կարիք ունես, տալու եմ քեզ, միայն դու հույսը դիր իմ վրա, նորից եմ ասում, այն ինչ որ մեզ չի տապալում, չի գցում գետին, դու դրանից ուժեղանալու ես, հարվածներից, նախանձից, թշնամությունից, որ գալիս է ձեր վրա, մի վախեցեք, ոչ մի բանից մի վախեցեք, որտեղ Աստված ուժեղացնում է դրանով քեզ։ Հիմա մարզիկը, սպորտսմենը ուժեղանում է այն ժամանակ, որ հարվածներ է ստանում, մարզվում է, անընդհատ աշխատում է։ Հիմա կյանքի այդ հարվածները, այդ աշխատանքները մեզ համար են։ Երբեք չմտածես, չեմ կարող, էս իմը չի, իմ հնարավորությունները չի ներում, չկա այդպիսի բան։ 2 ձուկ, 5 հաց, 7-8 հազար մարդ կերակրվեց։ Ո՞նց եղավ, որովհետև Աստված միշտ կերակրում է քեզ։ Միշտ կերակրելու է քեզ հույսը դիր առ Աստծո վրա։ Իհարկե, պիտի աշխատես։ Հացի խնդիրը մշտական է։ Հացի խնդիրը գոյաբանական է, հացի խնդիրը կա, ես միակողմանի մարդ չեմ, միշտ աշխատում ենք, որ հացի խնդիր լուծենք, բայց Տեր ասում է, որ շատ մի չափից շատ հոգս մի արա վաղվա օրվա համար։ Մենք ուզում ենք էլի, բայց Աստված սուրբերը, տեսեք, իրենք ունեն այն, ինչ որ իրենց անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ որ իրենք կամենում են։ Մենք ուզում ենք այն, ինչ որ մենք կամենում ենք, որտեղ Աստծո կամքը դա չի, այլ մեր կամքն է եւ դա ավելցուկ է, դրան պետք չի ձգտել։ Ունես սա փառքը շատ Տեր Աստված,
ունես հիվանդ ծնող, ունես հիվանդ եղբայր, ունես չքավոր հարազատ կամ ոչ հարազատ, Հիսուսը ասում է, դու գնա իրեն օգնիր, այսօր ասում է, գնա օգնիր, խոսքով գնա օգնիր, հույս տուր նրան, լավացրու նրան, բժշկիր նրան, դու դրանից ուժեղանալու ես, դու դրանից հզորանալու ես։ Հայր մեր աղոթքի մեջ, մեր Տերը, որ կարդում ենք հայր մերը, ուրեմն առաջի խնդրվածը որն է, երբ որ խնդրում ենք Տիրոջից, ինչ ենք խնդրում, ըստ հաց մեր անապազոր տուր մեզ այսօր, չասում վաղը, այսօր, այսինքն հայր մերի առաջի խնդրվածքը անապազորյա հացը տուր Տեր այսօր։ Մենք ուզում ենք մի տարվա համար, 10 տարվա համար, մենք ուզում ենք 20 տարվա համար, բայց չգիտենք մենք 5 րոպե հետո ողջ լինելու ենք, թե ոչ։ Այսօրվա ունեցածովը բավարարվիր, ասում է Տերը, ինձ ունեցիր, դուք ունենաս ամեն ինչ։ Եթե մենք ունենք Աստված ամեն բան ունենք, հավատացեք, որովհետև մեր Տերը գալիս է մեզ Աստծո արքայությունը տալու։ Մենք փակել ենք մեր դռները, հոգու, մտքի եւ սրտի դռները, չենք էլ ուզում դա գիտակցել։ Մեծ մի բան։ Տեսեք մի փոքր նշխար, հարյուրավոր ժողովուրդ բավարարվում է եւ հոգեվոր սնունդ է ստանում նշխարի միջոցով, Տիրոջով, որովհետեւ առավել է հոգին, առավել է ոգին, առավել է այն ինչ որ չի երևում, քան ինչ որ երևում է մեր կյանքում։ Չերևացողը ավելի իրական է, քան տերևացողը։ Մենք չերևացողին չենք նայում, անտարբեր ենք եւ առաքյալների նման ասում ենք չենք կարող դա անել, մեզանից վեր է, մեր ուժերը չի պատի։ Կարող ես հզորեղիր, Տիրոջ սերը ուժը քեզ, ամեն։